Ես 5 րոպեով գործ չեմ կարող անել։ 10 րոպեով էլ չեմ անում։ Եկել եմ ձեզանից բողոքելու զգում եք։ Դա շատ դժվար է։ Այդ տեսակ կնոջ հետ շատ բարդ է, Արագ գումար վաստակելու միջոց են շատերն են։ բայց բացարձակ դրա հետ կապ չունի։ Բարև ձեզ, ես Մարիամն եմ եւ դուք դիտում եք Նոր Հայելի ոդքասթը։ Նախ ուզում եմ կրկին շնորհավորել բոլոր կանանց միամսյակի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել, որ հետեւում եք մեզ։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր ալիքին, բաժանորդագրվեք եւ միացրեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողեք մեր նոր էպիզոդները։ Այսօր մեր հետ է Արամ Ավետիսյանը։ Արամը բարբեր է եւ նրա պատմությունները ցույց կտա, թե ինչպես կարելի է սիրել աշխատանքը, ստեղծել դրական էներգիա եւ տեսնել կյանքը այլ լույսի ներքո։ Ուզում ես, որ քո պատմություններն էլ լսեն։ Նոր Հայելի ոդքասթը պատրաստ է ընդունել ցանկացողներին։ Սա հիանալի հնարավորություն է ձեր պատմությունը, փորձը կամ գաղափարները լսելի դարձնելու համար։ Գրեք մեր էջին մասնակցության պայմաններին ծանոթանալու համար։ Իդեպ, Նոր Հայելի ոդքասթը բաց է նաև հովանավորների հետ համագործակցության համար։ Բարև Արամ ջան, ուրախ եմ, որ այսօր իմ հյուրն ես եւ միանգամից կտամ քեզ առաջին հարցը. ինչպես սկսեց քո ճանապարհը բյութի ոլորտում։ Ողջույն Մարիամ, նախ շնորհակալ եմ ինձ էլ այս սիրուն նախագծի մեջ ներգրավելու համար։ Իմ բյութի ոլորտում հայտնվելու այդ սկիզբը շատ անսպասելի էր, որովհետև ի սկզբանե պատկերացում չունեի, որ ինչ-որ մի օր հայտնվելու եմ այս ոլորտում, չնայած որ միշտ սիրել եմ։ Շատ պատահական ստացվեց քաղաքի հայտնի սրահներից մեկում դեռևս ադմինիստրատիվ աշխատանք անելու ընթացքում ավելի շատ հնարավորություն ունեցա կողքից նայելու մասնագետների աշխատանքին ու հասկացա, որ ամեն դեպքում ես սիրում եմ այս ամեն ինչը։ Այդպես իմ համառ ջանքերի շնորհիվ սկսեցի սովորել։ Արամ, իսկ սկսեցիր սովորել, անցար ճանապարհ, իսկ այս ճանապարհի ընթացքում եղել է բա, որ մտածել ես, որ չարժեր կամ պետք է այլ ուղի ընտրեիր։ Հա, իրականում հենց ամենասկզբում երևի առաջին մոդելս ունենալուց հետո հասկացա, որ այս այդքան էլ իմը չի, պատկերացրու մարդ, ով առաջի անգամ վերցնում է ձեռքը գործիքը ու աշխատելու է մարդու հետ, ոչ մանիկեն, ոչ արհեստական ինչ-որ բան, հստակ մարդու հետ։ Եվ շատ շնորհակալ եմ իմ առաջին մոդելին, որ համբերատար նստել էր ու սպասում էր ինչ եմ անելու իր գլխի հետ։ Շատ դժվար Իհարկե գործ։ շատ վատ ստացվեց, բնականաբար վարպետիս վերահսկողության տակ էր։ Մենք վերականգնեցինք այդ մարդու արտաքին տեսքը, բայց այդ պահից արդեն կասկածանքով էի մոտենում։ Ինձ թվում է յուրաքանչյուր մասնագետ իր առաջի քայլը անելուց հետո մի պահ կասկածանքով մոտենում է։ Արդյոք ճիշտ ճանապարհի վրա եմ, արդյոք ճիշտ եմ սկսում, արդյոք այդ ռեսուրսներն ու ժամանակը, որ հիմա ներդնում եմ այս ամեն ինչի մեջ, ինձ ճիշտ տեղ է տանելու։ Վախերը միշտ եղել են, վախերը մինչև հիմա կան։ Իրականում նաև պատասխանատվության զգացողությունն է, չէ՞, որ Շատ մեծ պատասխանատվության զգացողություն կա, որովհետև ամեն դեպքում դու աշխատում ես, տեսեք, վիզուալ առումով ստացվում է, որ մենք աշխատում ենք մազի հետ, բայց դրա մեջ լիքը շերտեր կան, որովհետև իմ կարծիքով ես աշխատում եմ մարդու առաջի հերթին ինքնավստահության հետ, որովհետև երբ որ մարդու արտաքին տեսքը փոխում ես, դա պետք է տանի մենակ ժպիտի, երբ որ նայում ես մարդը իրան նայում է հայլու մեջ ու ժպտում է, այդ մեծ գնահատական է, ամենաբարձր գնահատականն է, այդ ժպիտը։ ինչ որ չափով ճանաչելով քեզ, Արամ ջան, վստահ եմ, որ քո կյանքում, բյութի կյանքում հետաքրքիր պատմությունները շատ են։ Ինչ պատմություն կհիշես։
հետաքրքիրներից ուրեմն արդեն տարիներ հետո բոլորովին վերջերս ուրեմն մի դեպք եղավ, երբ որ հաճախորդի հետ աշխատում ես, անկախ նրանից ինչ տարիքի է, ես ունեմ մի տարեկանից սկսած մինչև բավականին հասուն տարիքի հաճախորդներ ու ամենահետաքրքիրներից մեկը երևի, որ հիմնականում երեխաների փոխարեն որոշում են ծնողները, չէ՞, դա ընդունված հատկապես Հայաստանում ու շատ է լինում դեպքեր, երբ որ օրինակ երեխան գալիս է հստակ նկարով, ասում է այս հենց եմ ուզում, չգիտեմ, ենթադրենք ինչ որ սիրելի ֆուտբոլիստի կամ սիրած դերասանի մազերով նկարացույց տալիս ու ասում է սա եմ ուզում ու անպայման հետո ծնողը ինձ առանձին կանչում է ասում է Արամ ջան դու իրան չլսես հանկարծ որովհետև ինքը սենց բաներ է ուզելու այդ իրան պետք չի իրան չի սազում ես ավելի լավ գիտեմ իրան ինչա պետք սենց կանես երբ որ կտրում ես երեխու մազերը ինքը սենց նայում է նկարին նայում է հայլում է իրան ու իր ուզածը չի այդ դեպքերից մեկը հետաքրքիր ուրեմն մի շատ խելացի երեխա ունեմ ով իր առօրյան լցնում է շատ տարբեր գիտելիքներով, շատ ունիկալ գիտելիքների տեր է ու մի անգամ եկել էր իմ մոտ Ռոնալդոյի նկարով Ռոնալդոն, բայց մեր Կրիշտիանոյի մասին չի խոսքը, սևամորթ Ռոնալդո կա, չէ, ու ամենահայտնի սանրվածքներից մեկով, երբ որ ամբողջությամբ մաքրած է մազերը ու միայն այս հատվածում կիսալուսնաձև չոլկա ունի, որպեսզի պատկերացնես կոնտրաստը, այդ երեխան շատ սպիտակամաշ կա ու ունի մուգ սև մազեր ու ինքը հստակ ասում է սա եմ ուզում դե բնականաբար նկարը նայելուց արդեն կասկածանքով ես մոտենում ու եկել է մենակ մտածում ես սա անես հետո ծնողների արձագանքը ոնց է լինելու ամեն դեպքում մի քիչ ոչ երևանյան փողոցներում հանդիպող սանրվածք է դրա համար ես խնդրեցի որ զանգի ծնողներից մեկին ես լսեմ այդ թույլտվությունը նոր սկսենք աշխատել երեխան զանգեց հայրիկի հետ խոսեց այնտեղ լսում եմ որ հայրիկն ասում ահա մենք խոսել ենք այդ մասին բայց դու վստահ ես չէ որ ուզում ես դա որովհետև եթե հետո քեզ դուր չգա ամբողջն ենք մաքրելու ու մնալու ես առանց մազերի այս երեխան ուրախացավ ոգևորվեց դե ես էլ ինձ պետք էր ընդհանրապես ծնողի թույլտվությունը այդ պարագայում սկսեցինք ու այս երեխան նայում է հայլու մեջ շատ ուրախ սենց ոգևորվել է որովհետև ինքը երկար ժամանակ մտածել է այդ մասին ոնց է լինելու որ երբ է անելու ու հիմա արդեն նայում է հայլու մեջ արդեն արած ինքը շատ ուրախ էր վերջացրեցինք ճանապարհեցի երեխուն երևի 20 րոպե չէր անցել արցունքներով լացելով հետ է գալիս սալոն արդեն դայակի հետ ու ես նայում եմ ասում եմ բայց ամեն ինչ նորմալ էր էլի ծնողները թողել էին ինչ խնդիր պետքա լինի որ հիմա ասենց հետ է եկել բանից պարզվեց որ երեխայի քույրերը ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացնում իր հետ զբոսանք եւ այլն կտրականապես դեմ էին այդ սանրվածքին ու դա իմ մոտ շատ է տպավորվել որ երեխան ուզում է մի բան ընտանիքի անդամները լրիվ այլ բան արդյունքում մասնագետը մնում է ասենց արանքում չնայած որ սափրված գլխով երեխան իրան հավանեց կարևորը վերջնական արդյունքը նույնիսկ առանց մազերի տես դու շեշտեցիր երեխաների հետ կապված որ երեխան մի բան է ուզում ծնողը մի բան բայց մեր գործի մեջ հանդիպում ենք նաև դեպքեր երբ որ հասուն մարդը հաճախորդը գալիս է ու չգիտի ինչ է ուզում կամ ասում է մի բան, պատկերացնում է մի այլ բան, այս պարագայում ոնց է վարվում։ Շատ է հանդիպում, այս դեպքն էլ է շատ հանդիպում, տեսեք իրականում շատ բարդ է աշխատել մարդու հետ, ով չգիտի ինչ է ուզում։
երևի հենց դրանում է կայանում մեր մասնագիտության բարդությունը, որովհետև երբ որ թողնում է քո վրա, то есть մասնագետը ինքը պետք է որոշի ինչ կտրվածք կսազի իրեն, բնականաբար հաշվի առնելով գլխի կառուցվածքը, զբաղվածությունը, ոլորտը, մարդու առօրյան, միջև անգամ հագուստը, շատ բարդ է լինում, բայց դա է մեր աշխատանքի պատասխանատվությունը։ Իրականում կա դրա մի հատ լրիվ այլ կողմը, երբ որ մարդը ունի այլ պատկերացում, հստակ գիտի ինչ է ուզում, բայց ունի այլ պատկերացում, այսինքն սանրվածք, որը ինքը մտածում է, որ իրան շատ կսազի, դա հենց իր համար է, բայց դու որպես մասնագետ նայում ես ու հասկանում ես, որ սա իրանը չի։ Շատ լինում են դեպքեր, երբ որ հստակ հաճախորդի ցանկությամբ սանրվածքը դու վստահ տեսնում ես, որ դա իր համար չի։ Այս դեպքում արդեն պետք է հաշվի առնես ինչքան է ինքը դա ցանկանում։ Ես իհարկե աշխատում եմ խորհուրդներով, թեկուզ նկարներով, դիմագծերը իրան հուշելով, որ այ օրինակ դու ունես, չգիտեմ, դեմքի այս կառուցվածքը, դրա համար քեզ պետք չի այս սանրվածքը, հա։ Շատերն ընդունում են, շատերը համառում են, որ հենց դա են ուզում, եւ բնականաբար հաճախորդի կարծիքը հաշվի առնում են։ Ինձ թվում է դա շատ կարևոր փաստ է, որովհետեւ ամեն դեպքում ինչքան էլ որ հաճախորդը վստահում է մասնագետին, պետք է նաև հաշվի առնվեն հաճախորդի ցանկությունները, որովհետև հիմա շատ եմ լսում տարբեր մասնագետներ իրանց հոլովակներում խոսում են այն մասին, որ հաճախորդը չպետք է մասնագետին ասի ինչ է ուզում ինքը, դա չի կարելի։ Իրականում ես էլ կարծում եմ, որ որպես պրոֆեսիոնալ մասնագետ մենք նույնիսկ պարտավոր ենք բացատրել, թե իրենց սազում է դա, թե չէ, այո, պատճառները, այսպես ասած, բացատրել, բայց վերջնական որոշումը միանշանակ պետք է կայացնի հաճախորդը, այսինքն կհետևի քո խորհրդին, թե չի հետևի դա արդեն իր խնդիրն է։ Ուզում ես, որ քո պատմություններն էլ լսեն։ Նորհայլի ոդքասթը պատրաստ է ընդունել ցանկացողներին։ Սա հիանալի հնարավորություն է ձեր պատմությունը, փորձը կամ գաղափարները լսելի դարձնելու համար։ Գրեք մեր էջին մասնակցության պայմաններին ծանոթանալու համար։ Ի դեպ, Նորհայլի ոդքասթը բաց է նաև հովանավորների հետ համագործակցության համար։ Քանի որ խոսեցինք հաճախորդների մասին, ինչն է քեզ ամենաշատը զայրացնում, ինչը կուզեիր փոխեիր մեր հաճախորդների մեջ կամ վերաբերմունքի մեջ։ Իմ հաճախորդները նայելուց կարող է մի քիչ ընկալումները փոխվեն, բայց սիրելի հաճախորդներ, ձեզ է վերաբերվում։ Ինձ ամենաշատը ջղայնացնում է, նյարդայնացնում է այն փաստը, որ ամրագրում են ժամ, եւ հետո 10 րոպե պակաս ամրագրած ժամից կամ չեղարկում են կամ խնդրում են տեղափոխել։ Երևի թե ամենա ջղայնացնող մասն է մեր գործի։ Կամ շատ դեպքերում ոչ էլ զանգում են, Ոչ էլ պարզապես չեն զանգում են, գալի։ այո, դա այն սարսափելի տեսակի մասին է։ Ես քիչ ունեմ այդպիսի հաճախորդներ, ովքեր չպատասխանեն կամ ուղակի չգան, ես իմ հաճախորդներին շատ սիրում եմ, իրանք մաքսիմալ պատասխանատու են, բայց բնականաբար լինում են դեպքեր, որ գրանցվում են ու գրանցված ժամից 5-10 րոպե առաջ կամ չեղարկում են կամ հետաձգում են։ Այդ դա շատ ջղայնացնող է, որտեղ ամեն դեպքում մասնագետի օրվա գրաֆիկը այնքան խիտ է լինում, յուրաքանչյուր 30 րոպեն կարևոր դեր ունի։ Ուզում եմ, որ նաև մի քիչ ընդլայնվես, հենց միայն քո հաճախորդներին, այսպես ասած, մի ֆիքսվի միայն իրանց վրա, այլ առհասարակ ծանոթ լինելով մեր ոլորտին,
հաշվի առնելով քո գոլեգաների, այսպես ասած, պատմությունները, քեզ ամենաշատը դա է ջղայնացնում, ես գիտեմ ու իզուր չէր, որ այդ հարցը տվեցի։ Էլի ինչ որ բան կա, որ կուզեիր այլ լինել։ Իմ հետ շատ է լինում սա, ու էլի իմ հաճախորդները թող սա էլ ֆիքսեն։ Եկել եմ ձեզանից բողոքելու զգում եք։ Երբ որ առանց գրանցվել, առանց ժամ պահել, մոտակայքով անցնելուց ուղակի մտնում են, տեսնում են, որ դու գործ ես անում, կամ միգուցե այդ պահին գործ չես անում, բայց 3 րոպեից հաճախորդ ես սպասում, ու Արամ ջան, իմը 10 րոպե է, այլ 5 րոպե, մենակ սենց ես գծերից վրով մի հատ անցնես, շատ շտապ եմ, բան, ես 5 րոպեով գործ չեմ կարող անել, 10 րոպեով էլ չեմ անի, իմ մոտ չի տևում 10 րոպե, ես հասկանում եմ, որ մարդիկ լրիվ ուրիշ կարծիք ունեն, ուրիշ տպավորություններ ունեն այդ աշխատանքի, դե մաշին կա է, գցում ենք ավելորդ մազերը մաքրվում են, վсё, ես կարամ դուրս գամ, բայց դե ինձ չի, որովհետև ենթադրենք մի հատ այս հատվածին գիծ տալը, դու չես կարող այս հատվածը տաս ու այս հատվածը չտաս, դա ժամանակ է, դա խնդրում եմ լուրջ վերաբերվեք մասնագետի ժամանակին, բոլոր մասնագետների ժամանակին, այլ որ համատարած բոլոր մասնագետների սրտից լինի, հարգեք մասնագետի ժամանակը եւ թույլ մի տվեք ձեր վրա աշխատեն 5 կամ 10 րոպեով, դա լավագույն արդյունքը չի բերելու։ Իրականում այսքան բողոքեց, բայց հեսա վերջում ասելի է, որ հետևեք, տարածեք, որպեսզի մեր էպիզոդը լայն տարածում ունենա, այս կատակ, բայց իրականում շատ կարևոր է, որ մենք այս հարթակում խոսենք նաև խնդիրների մասին։ Եվ քանի որ արդեն անդրադարձել ենք խնդիրների, ուզում եմ նաև ասես, թե ոլորտում ինչն է, որ քեզ նյարդայնացնում է կամ կփոխեիր, կուզեիր այլ կերպ լիներ։ Երևի թե հիմնականում բնականաբար լավագույն սրահներում հիմա գրանցումները ավտոմատացվում են եւ կան ծրագրեր, որոնք օգնում են այս հարցում, ձեռագիր գրանցումներից անցում կատարել on-line հարթակ։ Սա խնդիր էր մի ժամանակ, երբ որ գրանցումները չէիր հասցնում կամ ինչ որ բան բաց էր թողնում, հիմա այդ խնդիրը գնալով լուծվում է, ես նկատում եմ բավականին շատ սրահներ, որ հաճախորդներն իրենք են on-line կարողանում տեսնել մասնագետի ազատ ժամերը ու գրանցումները on-line արվում։ Այլ խնդիր մեր ոլորտում բնականաբար խնդիրներ կան, շատ կան խնդիրներ, նույն նյութերի հետ կապված, հա, ես վերջերս հանդիպեցի մի խնդրի, որ ինձ նախապես ոչ մի անգամ, ոչ մի թե սեմինարների ժամանակ հատուկ հստակեցված նյութերի հետ աշխատելու սեմինարներին չէին զգուշացրել ու դա խնդրի առարկա դարձավ, օրինակ տղամարդկանց ներկերը ինչ ջերմաստիճանում է պետք պահել։ Հակառակ դեպքում արդյունքը կարա տարբեր լինի։ Այո, մեր գործը կախված է նաև մանրուքներից։ Այո, դուք մանրուքային է, բայց հստակ արդյունք է փոխում քո գործի մեջ, որը բնականաբար կապվում է նաև քո մասնագիտական անվան հետ կամ աշխատանքիդ հետ։ Ուզում եմ խոսենք նաև սոցիալական հարթակից։ Հիմա շատ են այնպիսի մասնագետներ, ովքեր կարողանում են շատ լավ գովազդել իրենց էջը։ Բայց կան մասնագետներ, ովքեր իրոք լավ մասնագետ են եւ կարողանում են լավ գովազդ ապահովել, եւ կան, որ գովազդը ավելի լավ է ստացվում, քան հենց աշխատանքը։ Այդ մասին ինչ ես մտածում։ Ես ինքս բազմիցս անգամներ եղել եմ այդ մարքեթինգի զոհը։ Ամեն դեպքում Instagram-ն ու առհասարակ համացանցը բավականին մեծ ներդրում է մեր աշխատանքի մեջ գովազդի տեսքով, ցույց տալու քո ունակությունները ավելի լայն հանրության, բայց
շատ եմ նկատում, որ բավականին լավ վերանորոգված գեղեցիկ սրահներում մասնագետները ուղղակի պարապ նստած են։ Այսինքն միգուցե խնդիրը լրիվ ուրիշ տեղ է, միգուցե մասնագետը ավելի քիչ ժամանակ է տրամադրում իր մասնագիտական հմտությունները զարգացնելու վրա, քան իր տարածքն ու իր, չգիտեմ, մթնոլորտը ցույց տալու։ Ես իհարկե չեմ ուզում բացառել, որ պետք չի սիրուն սրահներ ունենալ, բայց սիրուն սրահներում պետքա լինեն նաև սիրուն աշխատող մասնագետներ։ Իսկ քո կարծիքով ի՞նչն է ամենակարևորը լավ բարբեր դառնալու համար։ Վստահությունը, արդյոք դու սիրում ես այդ գործը, որովհետև տեսեք, մարդիկ մտածում են, որ բարբեր դառնալը դա կարճ ժամանակում հնարավոր ձեռքբերովի մասնագիտություն է։ Ու շատերին թվում է, որ օքեյ 2-3 ամիս սովորենք, կարանք արդեն աշխատենք ու արագ գումար աշխատենք, բացարձակ տենց չի։ Մեր ոլորտը ամենահամբերատար ոլորտներից մեկն է, որովհետև նույնիսկ լավագույն մասնագետները իրենց տարիների փորձով զրոյից հաճախորդ հավաքել եւ այդ հաճախորդին պահել շատ բարդ է։ Դա յուրաքանչյուր մասնագետ միանշանակ կփաստի։ Հիմնականում թյուրըմբռնում կա, որ դե արագ է սովորում 2-3 ամիս է տևում ու միանգամից ինչ որտեղ հնարավոր է մտնել աշխատանքի ու ամեն ինչ լավ կլինի։ Արագ գումար վաստակելու միջոց են շատերը նայում։ Բայց բացարձակ դրա հետ կապ չունի։ Հակառակ ամենադանդաղ եկամուտ բերող մասնագիտությունն է, որովհետև միջև առաջին հաճախորդիդ ընդունես ու հետո իրան հետ բերես քո մոտ, դա շատ բարդ է։ Իդեպ հաճախորդների մեծ մասը ունի մի հատ յուրահատուկ խնդիր, որը ես կարծում եմ, որ դա լուրջ խնդիր է։ Չգիտես ինչու, նայեք, օրինակ հաճախորդը նստում է քո մոտ, մազերը սարքում ես, իրան ներքուս դուր չի գալիս։ Ինքը նայում է հայլու մեջ, իրան դուր չի գալիս։ Դրա մասին նույնիսկ շատ մեմեր կան, չէ՞, որ հաճախորդը նստած է հայլու մոտ ու նկարում է իր մտքերը։ Էսի խի սենց արեց, էս ինչ արեց, ախր ես սենց չէի ուզում։ Բայց երբ որ դու իրան վերջում հարցնում ես, հավանում եք, ձեր սրտով է, ժպտում ասում է այո, բայց իրականում տենց չի, դժգոհ է։ Այդ նույն մարդը կարա մտնի խանութ, առնի մի բան, որի, չգիտեմ, ժամկետի խնդիր ունի կամ վնասված է եւ այլ, տանի հետ տա բողոքի ու ասի ես սա չէի ուզել։ Ինչն է խնդիրը, որ մեզ դա չեն ասում, ամաչում են։ Միգուցե ես շատ եմ մտածել այս հարցի շուրջ եւ տարբերակներից մեկը այնն է, որ մեր մոտ նույնիսկ առաջին այցելությունից, երբ որ դեռ չես ճանաչում հաճախորդին, հաճախորդը չի ճանաչում քեզ որպես մասնագետ, միգուցե մեր ստեղծած մթնոլորտն է, որ մի քիչ ավելի ջերմ է ու մարդը միանգամից մտերմիկ է զգում ու դրա համար քաշվում է, որ ասի, ախր ես sense չէի ուզում։ Իրականում ես կարծում եմ, որ այդ մեր ազգին բնորոշ հատկությունն է, մարդկանց մեծամասնությունը վախենում է դիմացինին նեղացնելուց։ Չնայած հիմա շատ բաներ ա փոխվել, բայց այսինքն հաճախորդը մտածում է, եթե ինքը հայտնի իր կարծիքը կամ դժգոհությունը, դրանով քեզ կնեղացնի, ավելի լավ է ոչ մի բան չասի, գնա էլ չգա։ Չէ, ես համաձայն չեմ։ Որովհետև երբ որ մարդուն դուր չի գալիս քո արած աշխատանքը, ու երբ որ ինքը ծածկում է դա ասելով շնորհակալություն, շատ լավ է, ստեսություն գնում է ու էլ հետ չի գալիս, դա այդ մասնագետին դնում է մի հատ այսպիսի իրավիճակի մեջ։ Ես լավ արեցի իմ գործը, ինքը հավանեց, բայց չեկավ։ Հա։ Ինչն էր պատճառը, որ չեկավ։ Իսկ միգուցե ինքը ինձ ասեր, որ չեմ հավանել, որովհետև սենց չէի ուզում ու ես սկսեմ
տարբերակներ գտնել։ Միգուցե հնարավոր է փոխել ամեն ինչ։ Բայց այն միտքը, որ հաճախորդը գնում է գոհ եւ չկա հետ վերադարձ, դա էլ է խնդիր։ Դու գիտես, որ պետք է մի բանի վրա աշխատել, բայց չգիտես Այո։ ինչ։ Արամ, իրականում քո ճանապարհը, այսպես ասած, հեշտ չի անցել, անցել ես բարդությունների մեջով, բայց այսօր այն Արամն է, ով որ նստած է այստեղ, ունես քո հաճախորդների բազան, շատ մարդիկ քեզ ճանաչում են, մեր ոլորտում դա էլ է կարևոր, երբ որ մարդուն ճանաչեն, հենց սոցիալական էջեր վարելը դրա մասին է, հա, ինչի համար ենք այս ամեն ինչն անում, որ հնարավորինս շատ մարդ իմանա մեր մասին, իմանա, որ կարող է ընտրի նաև մեզ։ Իսկ եթե մի օր քո որդին քեզ ասի, որ ուզում է ընտրել հենց քո մասնագիտությունը, որը կլինի քո պատասխանը։ Իրականում հիմա շատ մասնագիտություններ կան, շատ ավելի լավ մասնագիտություններ կան, ավելի ժամանակակից, կայը հիմա զբաղվում է ու շատ սիրում է զբաղվել ռոբոտաշինությամբ, ինքը ուսումնասիրում է տարբեր մանր լեգոներ ու երբ որ իր մոտ ստացվում է դա ինձ շատ է ուրախացնում, բայց մտքովս չի անցել, որ կա ինչ որ մի օր կարող է ուզի վարսավի դառնա։ Եթե ուզի։ Ամեն դեպքում ես միշտ այդ հարցին նայում եմ ոնց ինքը կուզի։ Ես եթե կարողանամ իրան ինչ որ կերպ օգնել, իսկն ես կարամ իրան փոխանցեմ իմ գիտելիքները մասնագիտության վերաբերյալ, բայց հետ պահել ինչ որ բանից հատկապես մասնագիտության ընտրության հարցում չեմ կարծում։ Ես այդ տեսակ ծնողներից չեմ, ովքեր ձեռքը խփելով ասում են ոչ դու պետքա լինես սա կամ դու չպետքա լինես սա։ Կարելի լրիվ ազատ է իր բոլոր ընտրությունների մեջ։ Իրականում այս հարցը ավելի շատ քո մասին էր։ Ասում էի հասկանայի ինչքանով ես գոհ քո ճանապարհից, որովհետև բնականաբար յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար ցանկանում է լավագույնը։ Եվ խոսելով տղայիդ մասին, բնականաբար չեն կարող չանդրադառնալ Լիլիթին։ Լիլիթը Արամի կինն է, մատնահարդար, եւ ինձ հետաքրքրում է, այսպես ասած, ոլորտի հետ կապված, հա, քննարկումներ, կոնֆլիկտներ, աշխատանքը տանում եք տուն։ Ահա, շատ հաճախ լինում են։ Դե եւ բարդ կողմերն ունի նույն ոլորտում աշխատող մասնագետի հետ ընտանիք ունենալը եւ նույն ժամանակ հեշտ կողմերն էլ ունի։ Լինում է դեպքեր, որ տանը երեկոյան աշխատանքից հետո զրույցներ են լինում թե իմ աշխատանքի հետ կապված, թե իր աշխատանքի հետ կապված։ Ես օրինակ շատ ոգևորվածությամբ պատմում եմ նոր հաճախորդի մասին, ով բավականին գոհ գնաց իմ մոտից, դա առաջին հերթին ինձ ուրախացնում է եւ առիթ է ստեղծում ընտանիքում կիսվել այդ մասին, որովհետեւ ամեն գոհ հաճախորդ ձեռքբերում է քո մասնագիտության մեջ։ Ուզում ես, որ քո պատմություններն էլ լսեն։ Նոր Հայլի ոդքասթը պատրաստ է ընդունել ցանկացողներին։ Սա հիանալի հնարավորություն է ձեր պատմությունը, փորձը կամ գաղափարները լսելի դարձնելու համար։ Գրեք մեր էջին մասնակցության պայմաններին ծանոթանալու համար։ Իդեպ, Նոր Հայլի ոդքասթը բաց է նաև հովանավորների հետ համագործակցության համար։ Շատ տարբեր բնավորություններ ունենք, շատ տարբեր, ծայրահեղ տարբեր ենք։ Բայց ինձ թվում է մեր այդ ծայրահեղ տարբեր լինելն է, որ ինչ որտեղ օգնում է նաև, շատ խանգարում է իհարկե, բայց շատ հետաքրքիր դեպքերում նաև օգնում է։ Քո կարծիքով ո՞րն է Լիլիթի ամենաուժեղ կողմը։ Հստակությունը, ինքը շատ հստակ է։ Իրա ոչը երբեք չի դառնա այո, չորկողությունն է խոսում, եւ այոն երբեք չի դառնա ոչ։ Ինքը շատ հստակ է, դա շատ դժվար է։ Այդ տեսակ կնոջ հետ շատ բարդ է, բայց ես դրա լավ կողմն եմ գտել։ Որտեւ ինչքան հա պատկերացնում ես, որ գործ ունես բարդ մարդու հետ, բայց կարողացել ես հաջողել նրա հետ ընտանիք ունենալ,
Հետ էլ խոսում է սեփական ուժի մասին։ Դա ինձ ուրախացնող փաստերից մեկն է։ Լիլիթ ջան, Արամը չի դադարում իրեն գովա ու վստահ եմ, որ մենք էլ կհանդիպենք, ավելին ասեմ, կարելի է հանդիպել երեքով եւ այս հարցերին դու եւս կպատասխանես, բայց ինչու՞ չէ, կարես կոմենտում գրես քո կարծիքը։ Ու անցնենք մեր բլից հարցերին։ Ահա։ Պատասխանի արագ, առանց երկար մտածելու։ Առավոտյան սուրճ թե նախաճաշ։ Ջուր, սուրճ, Հաճախորդի հետ շփվել թե լուռ աշխատել։ եւ մեկը եւ մյուսը կախված հաճախորդի տրամադրությունից եւ ցանկությունից եւ պատրաստակամությունից։ Անել այնինչ հաճախորդն է ուզում, թե այնինչ դու ես ուզում։ Համատեղել երկուսը մեկում։ Լսել հաճախորդին եւ անել գրագետ աշխատանք։ Արագ ավարտել, թե ոչինչ, թող հաճախորդը մի փոքր էլ սպասի։ Չեմ սիրում արագ ավարտել, ինչպես նաեւ չեմ սիրում արագ աշխատել, այնպես որ մի քիչ ուշացնել հաճախորդին կարելի է։ Հետևել տրենդերին, թե սեփականը ստեղծել։ Հետևելով տրենդերին ստեղծել սեփականը, որտեղ առանց հետևելու մի քիչ բարդ կլինի, չնայած որ ամեն դեպքում հետևելով ստեղծել, Բայց ստեղծել։ ստեղծել։ Բյութի ոլորտում աշխատող մարդն ուժեղ է, Որովհետև աշխատում է այլ ուժեղ մարդկանց հետ։ ամենակարևոր դասը, որ սովորել եմ աշխատանքիցս դա, Լսել մարդկանց։ եթե նորից սկսեի առաջին հերթին, Ավելի շուտ կսկսեի։ իմ հաջողության գաղտնիքը, Իմ հաճախորդներն են։ այս ոլորտը ինձ սովորեցրեց, որ Շատ բան սովորեցրեց։ Իմ մասնագիտությունը ինձ շատ բան սովորեցրեց։ Սովորեցրեց տարբերել մարդկանց, սովորեցրեց գտնել հետաքրքիր մարդկանց, սովորեցրեց շփվել մարդկանց հետ, սովորեցրեց եւ ինչու ոչ նաեւ սովորեցրեց որպես մասնագետ ավելի լավը դառնալ։ Իմ գործի բնույթի, իմ գործի հիմքում ընկած էր մի շատ կարևոր բան, որ ամեն օր լինել ավելի լավը։ Ամեն օր։ եւ երբ որ դու որպես մասնագետ քեզ զգում ես ավելի լավը, բնականաբար արդեն որպես մարդ էլ, այսպես ասած, ինքնագնահատականդ բարձրանում է, բոլոր մարդիկ դրա կարիքը ունեն, բոլոր մարդիկ ունեն իրենց գնահատելու, սիրելու կարիք, ու սրանք այն պայմաններն են, որի շնորհիվ մենք ընդունում ենք եւ սիրում ենք մեզ։ Շնորհակալություն շատ հետաքրքիր էր։ Իրականում մենք քննարկեցինք հարցեր, որ ոչ բոլորը կբարձրաձայնեին, հենց այնպես չէր այս հարցերը քո համար նախատեսված։ Եվ ինչ հարց ունես դու ինձ։ Իմ տված պատասխաններից որը քո մոտ ավելի շատ տպավորվեց կամ միգուցե ինչ-որ բան վերցրեցիր քո համար։ Ասեմ, քո տված պատասխանները այս ընթացքում ինձ ստիպեց հետևություն անել, որ եթե կա խնդիր, պետքա դա բարձրաձայնել ու խնդրին լուծում տալ։ Դրա ապացույցներ եւ քո պատմությունը հաճախորդի հետ կապված, որ չի ասում խնդրի մասին, եւ նրա հետ կապված, որ դու առանց երկար բարակ մտածելու, թե ով ինչ կասի, հաճախորդները ինչ կմտածեն, դու բարձրաձայնեցիր խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Այո։ Հուսով եմ, որ բոլորի մոտ կլուծվեն բոլոր տեսակ խնդիրները, եւ պետք չի վախենալ խնդիրներից։ Յուրաքանչյուր խնդիր, երբ որ տրվում է քեզ, միանշանակ դրա լուծումը կա, ու այդ լուծումը քո գլխում է։ Բայց հարցի մյուս կողմն է, ինչքանով ես դու ուսումնասիրում այդ խնդիրը։ Շնորհակալություն շատ։ Ես եմ շնորհակալ, հաճելի էր շատ։ Սկսել ես մի բան, որը շատ կարևոր է։ Ուզում եմ, որ քո ճանապարհին հանդիպեն միայն
լավ մասնագետներ ու քո հայլին ցույց տա մարդկանց ամենաանկեղծ կողմերը։ Շնորհակալ եմ։ Սիրելի դիտողներ, ձեզ նույնպես շատ շնորհակալություն, շարունակեք հետևել, գրել ձեր կարծիքները, ես անպայման կարդում եմ, հետևություններ եմ անում եւ իհարկե խոստանում եմ, որ հետագա թողարկումները, հետագա էպիզոդները մեկը մյուսից լավն են լինելու։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, որովհետեւ մենք ունենք ավանդույթ, ամենաակտիվ հետևորդներից մեկը կստանա նվեր մեր հյուրի կողմից։ Կհանդիպենք հաջորդ էպիզոդում։ Ուզում ես, որ քո պատմություններն էլ լսեն։ Նոր Հայլի փոդքասթը պատրաստ է ընդունել ցանկացողներին։ Սա հիանալի հնարավորություն է ձեր պատմությունը, փորձը կամ գաղափարները լսելի դարձնելու համար։ Գրեք մեր էջին մասնակցության պայմաններին ծանոթանալու համար։ Իդեպ, Նոր Հայլի փոդքասթը բաց է նաև հովանավորների հետ համագործակցության համար։